Բարև ձեզ հետ է խոսենք օրենքից հաղորդաշարը, իմ հյուրն է այսօր Լիանի Կողոսյանը, ով հանդիսանում է Evolve ընկերության ավագ իրավաբանը, փաստաբանը, աշխատում է իր մասնագիտությամբ արդեն մի քանի տարի եւ մեզ կօգնի այսօր խոսել ընտանեկան վեճերից եւ ընտանեկան վեճերի խնդիրներից։ Լիա ջան, բարի գալուստ հերթական անգամ մեր տաղավար։ Այսօր ուզում եմ մենք խոսենք ընտանեկան վեճերից, դրանց առանձնահատկություններից եւ առանձնացնենք մի քանի թեմաներ։ Այս հաղորդաշարի ընթացքում առաջարկում եմ խոսենք ալիմենտների պահանջներից եւ ամուսնալուծության առհասարակ պահանջներից, ինչպես են այդ պահանջները քննվում դատարանում կամ հաշտարարության միջոցով եւ այլն։ Բայց սկզբում մի փոքր քո մասին պատմես ու անցնենք արդեն մեր հաղորդաշարին։ Մանուշ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ բոլոր ռուսադիտողներին եւ ռադիոդիտողներին եւ ռադիո լսողներին։ Այս անգամ եւս հաճելի է ներկա գտնվել ձեզ հետ նույն տաղավարում ու քննարկել մեզ հուսող հարցերը։ Ինչպես արդեն Մանուշը նշեց, ես Լիանի Կողոսյանն եմ, մասնագիտությամբ փաստաբան, իմ ոլորտում արդեն աշխատում եմ գրեթե 5 տարի եւ Ջանք չեմ խնայում մեր հաճախորդի իրավունքներն ու շահերը պատշաճ կերպով ներկայացնելու ու պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ Մանուշին նաև ընձեռված հնարավորության համար խոսելու մեզ հուսող հարցերից եւ բարձրաձայնելու դրանք, կարծում եմ, որ թե ռադիո լսողների, թե ռադիոդիտողների համար դրանք կլինեն բավականին հետաքրքիր, հաշվի առնելով նաև օրենսդրական որոշակի փոփոխությունները եւ առհասարակ դատական պրակտիկան։ Հիմա մենք գիտենք, դա կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամուսնաընտանեկան վեճերը Հայաստանում ցավոք սրտի շատացել են եւ քաղաքացիները իրենց հարցերը չեն կարողանում արդեն լուծել, թե կապված երեխաների բնակության հետ, թե կապված ալիմենտի, թե առհասարակ ամուսնալուծության հետ կապած, սկսենք ամուսնալուծությունից։ Այդ process-ը օրենսդրորեն ինչպես է կարգավորված եւ եթե անձը ցանկանում է ամուսնալուծվել, ինչ ճանապարհով պետք է գնա։ Նախ նշեմ, որ ամուսնական հարաբերությունները առհասարակ կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրենսգրքով եւ նաեւ արդեն օրինակ գույքերին վերաբերող հարցերը կարգավորվում են բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով։ Այսպես երբ հարցը հասնում է արդեն այն խնդրին, որ ամուսինները ցանկանում են ամուսնալուծվել եւ արկա չէ փոխադարձ համաձայնությունը, նրանք դիմում են արդեն դատարան ամուսնալուծությունը գրանցելու համար, ամուսնալուծություն ճանաչելու համար։ Քանի որ հակառակ դեպքում, երբ որ արկա է փոխադարձ համաձայնություն, ամուսնալուծությունը գրանցվում է քաղաքացիական ակտերի գրանցման մարմնի միջոցով, քրկակ մարմնի միջոցով եւ այսպես ասած այդ պահի դրությամբ հարցը լուծվում է, եթե այլ վեճեր ամուսինների միջև արկա չի լինում։ Մնացած բոլոր դեպքերում ամուսնալուծությունը ցավոք սրտի արդեն լուծվում է դատարանի միջոցով։ Իհարկե օրենսդրությամբ սահմանված են հատուկ պայմաններ, որոնց դեպքում նաեւ ենթակա է վեճը դատական կարգով լուծման, բայց կարծում եմ դրանց պետք չէ այս պահի դրությամբ մանրամասն անդրադառնալ, ուղղակի ֆիքսենք, որ եթե արկա է վեճ, որը ամուսնալուծության վերաբերել, այսինքն փոխադարձ համաձայնություն արկա չէ, այդ հարցը լուծվում է դատարանի միջոցով։ Ամուսինը այն դեպքում, երբ որ մյուս ամուսնու համաձայնությունը արկա չէ, մյուս ամուսինը իրավունք ունի դիմելու դատարան եւ ամուսնալուծությունը պահանջելու, այսպես ասած, ու գրանցելու իրենց ամուսնալուծությունը։ Այդ դեպքում արդեն դատական կարգով հարցը լուծվում է։ Նաեւ կարող է դեպք լինել, որ ամուսինները հենց փոխադարձ համաձայնությամբ են ցանկանում դատական կարգով ճանաչել ամուսնալուծությունը, այս դեպքում եւս խոչընդոտ չկա, այսինքն միասին դիմում են դատարան եւ ամուսնալուծությունը ճանաչվում է, դա իհարկե ամենաիդեալական դեպքում է այդպես լինում։ Այսինքն առաջին դեպքը ժողովրդական լեզվով ասած գնում են ԶԱԳՍ, դիմում են գրում եւ ամուսնալուծվում են, եւ եթե իրար հետ չեն գնում ԶԱԳՍ եւ կա վեճ, կա խոչընդոտ, այսպես ասած, խոչընդոտ կա, օրինակ ամուսնից մեկը օրինակ Հայաստանում ուղղակի հրաժարվում է կամ էլ քկակ մարմին դիմել։ Այդ դեպքում արդեն ամուսինները գնում են դատարան, ստացվում է այդպես։ Իսկ այդ հաշտարարության կտորը ինչպես է հիմա կարգավորվում։ Քանի որ արդեն բավականին ժամանակ է, ուժի մեջ է մտել հաշտարարության մասին օրենքում փոփոխությունները, դրանով պայմանավորված հիմք ընդունելով այդ օրենսդրական հիմնավորումները, ամուսինները պարտավոր են նախքան դատարան դիմել հաշտարարին, գործընթացը հաշտարարական կերպով լուծելու
եւ հնարավոր լուծման հասնելու համար։ Ընդ որում այդ պահանջը տարածվում է ամուսնալուծության վեճերով արկա դեպքերին, երեխաների տեսակցության կարգը սահմանելու, բնակության վայր որոշելու հետ կապված վեճերով, այսինքն կան վեճերի որոշակի խմբեր, որոնք պարտադիր պետք է սկզբնական փուլում լուծվեն հաշտարարության միջոցով, որից հետո նոր արդեն դիմեն դատարան։ Այսինքն ստացվում է կոպիտ ասած, եթե ամուսինների մեջ կա վեճ, ամուսնալուծության շուրջ չեն կարողանում գալ համաձայնության, ալիմենտի շուրջ չեն կարողանում գալ համաձայնության եւ երեխաների բնակության վայրի տեսակցության կարգի չեն կարողանում գալ համաձայնության, ամուսինները սկզբում պետք է դիմեն հաշտարարության, հա, անցնեն այդ հաշտարարության փուլը, եթե չեն անցնում, նոր հետո գնան դատարան։ Այսպեսի մի կարգավորում է։ Նոր առաջ չի եղել, հիմա այդ նոր կարգավորումն է։ Պարտադիր պահանջը, այո, հիմա գործում է արդեն, նախ մինչև դա պարտադիր բնույթ չէր կրում, այսինքն դուք ամուսինները կարող էին առանց հաշտարանի դիմելու միանգամից ընտրեին դատական պաշտպանության իրավունքը, բայց հիմա հաշվի առնելով, որ հնարավոր է վեճը նաև լուծվի հաշտարարության միջոցով եւ դատարաններին ավելորդ չծանրաբեռնեն, դրանով պայմանավորված երևի թե եկել են այն եզրահանգման, որ ճիշտ կլինի ամեն դեպքում հարցը լուծել, փորձել գոնե լուծել հաշտարարության միջոցով, որից հետո միևնույն է անձը զրկված չի դատական պաշտպանության իրավունքից եւ կարող է դիմել դատարան, եթե այդ հաշտարարության միջոցով վեճը չի լուծվում կամ տրված լուծումը իրենց չի գոհացնում, բավարարում։ Այս դեպքում օրինակ ըստ քեզ հաշտարարության կտորը այլ ասեցիր, որ դատարանի ծանրաբեռնվածությունին չի ներդրվել քո կարծիքով։ Եթե միևնույն է դատարան կարող են գնալ։ Հաշվի առնելով կարծում եմ այն հանգամանքը, որ նախ երևի առաջին հերթին, որպեսզի ամուսիններին նախքան դատարան դիմելը բացատրվի ընթացակարգը ընդհանուր ու կարողանան գուցե քանի որ հաշտարարները հանդիսանում են որոշակի որակավորում ունեցող մասնագետներ ու իրենց առաքելությունը, հա, ուղղված է հենց անձանց հաշտեցնելուն, շատ հնարավոր են դեպքեր, ամեն դեպքում ես գտնում եմ, որ կարող են որոշակի դեպքեր եւ որոշակի, այսպես ասեմ, իրավիճակներում ու կատեգորիայի խմբի մարդկանց համար դա իրականում արդյունք տա, բայց մնացած դեպքերում եթե մարդիկ տրամադրված են, որ ամեն դեպքում չէ, այս հարցը պետք է դատարանով լուծվի, գտնում եմ, որ միևնույն է դրանից չեն խուսափելու, հաշվի առնելով, որ հաշտարարության գործընթացը ավարտելու հիմքերը այնպես չի էլի, որ ինչ որ պարտադիր խիստ պահանջների պետք է հետևես, չէ, ցանկացած դեպքում էլ եթե կողմերը ուղղակի ցանկանում են վեճը արդեն հաշտարարությունը ավարտել, նրանք այդ հնարավորությունը ունեն։ Ես կարծում եմ մեր օրենսդիրը նաև այդ հաշտարարության ինստիտուտի ներդրման գաղափարը նաև ինչ-որ լրացուցիչ ժամանակ է տալիս ամուսիններին, միգուցե մտածեն, նորից վերաիմաստավորեն, միգուցե փոշմանեն ու գան նորից միանան, միգուցե նաև այդ նպատակով, որովհետև իհարկե թե պետության ռազմավարության տեսանկյունից կարծում եմ ամուսնալուծությունների մեծ քանակը այդքան էլ ձեռնտու եւ լավ, այսպես ասած, ցուցանիշ չէ, հետեւաբար երևի թե հաշտարարության կտորը նաև այդ մասով է ներդրված, բայց ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ դեռևս այդքան վստահություն չկա հաշտարարության ինստիտուտի նկատմամբ ու ամեն դեպքում իմ պրակտիկայից երբ ես ասում եմ, որ պետք է հաշտարարի մոտ գնանք, ասում եմ, մենք չենք ուզում հաշտվենք, մենք ուզում ենք գնանք, այսպես ասած, դատարան եւ վերջ հաշտվելու եզրեր չկա, այսինքն մարդիկ դա անցալում են որպես հաշտվելու ինչ որ միջոց, բայց եթե իրար մեջ արդեն այդ բացասական տրամադրվածությունը կա, ամուսինների միջև էլ այդ հաշտվելու կտորը, այսպես ասած, չի գործում։ Լավ, այսինքն հիմա եթե ամուսնալուծության կտորը մենք քննարկեցինք, ստացվում է կամ գնում են այսպես ասած ժողովրդական լեզվով ասած ԶԱԳՍ, եթե ԶԱԳՍ-ում ամուսնալուծությունը չեն կարողանում գրանցել, ուրեմն գնում են դատարան, դատարանում գրանցում են։ Հաջորդը մեր ամենա հաճախ հանդիպող թեմաներից դա ալիմենտի թեման է։ Մեր հասարակության մոտ այնպիսի կարծիք է, որ ալիմենտ վճարողը միշտ պապան է, միշտ հայրը պետք է այդ ալիմենտը վճարի, բայց մեր ընտանեկան օրենսգիրքը այդպես չի ասում։ Ալիմենտ ով է վճարում ի վերջո։ Այո, այդպիսի կարծրատիպ կա հասարակությունում, որ տղամարդը պետք է վճարի պարտադիր ալիմենտը եւ միշտ տղամարդիկ են խուսափում, հա, տղամարդ ամուսիններն են խուսափում ալիմենտ վճարելուց։ Ալիմենտը իրականում ինքը
ծնողի պարտականությունն է եւ երեխայի կամ քանի որ ընտանեկան օրենսգրքով նաեւ նախատեսված են ալիմենտի վճարման այլ կարգեր, որոնք այս դեպքում չեն անդրադառնալու դրանց տեսակներին, որտեղ օրինակ ամուսիններից մեկը մյուսին չէ կարող է ալիմենտ վճարել, առհասարակ երեխաների ամուսնալուծության դեպքում երեխային տրվող այսպես ասած ալիմենտի։ Այո, դա ապրուստավճարն է, որը ծնողի պարտականությունն է եւ մյուս կողմից էլ երեխայի իրավունքը ստանալու այդ ապրուստի վճարը, որը քանի որ եթե նույնիսկ ամուսնալուծված չլինեն ծնողները, հա, ամուսինները, իրենք երկուսն էլ հավասար պարտականություն են կրում իրենց երեխաներին ապրուստով դասիրակելու եւ ապրուստը հոգալու մասով, այսինքն ամուսնալուծությունը պետք է չազդի դրա վրա եւ ծնողները չպետք է որոշեն, որ իրանք արդեն վերջ դրանով իրենց պարտականությունը կատարել են, այլ կարող են չհոգալ, որովհետեւ երեխան այս պահի դրությամբ օրինակ գտնվում է մոր խնամքի ներքո։ Բայց իրականում ինչպես Մանուշը նշեց, թե կինը, թե տղամարդը, այսինքն թե մայր ծնողը, թե հայր ծնողը հավասար պարտականություն են կրում ալիմենտ վճարելու ու տվյալ դեպքում եթե երեխան մնում է պապայի մոտ, չէ՞, եթե մնում ով է վճարում ստեղ այսինքն ստացվում է որ մայրը պետք է վճարի, որովհետև ինքը օրենքով այդ պարտականությունը ունի իր կամքից անկախ, այսինքն նույնիսկ այն դեպքում եթե հնարավոր է որ լինեն իրավիճակներ, որ ծնողը չունի այդ ցանկությունը իր երեխային որոշակի ապրուստով, հա, ապահովելու, ապա նա միևնույն է ունի այդ պարտականությունը։ Հիմա ստացվում է, որ այն թյուր կարծիքը, որ միայն հայր ծնողը պետք է ալիմենտ վճարի, ինքը սխալ է, արմատացված, կոպիտ ասած, որ այսպես որ ներկայացնենք, այսի ոչ թե կոպիտ, այլ օրենքով այսպես է դառնում, որ ալիմենտ վճարում է այն ծնողը, ում մոտ չեն բնակվում երեխաները։ Երևի այսպես։ Այո, կարող ենք այդպես ձևակերպենք, որ այսինքն եթե ունենք այնպիսի իրավիճակ, երբ երեխաները բնակվում են մայր ծնողի հետ, ուրեմն ալիմենտ վճարողը, այսպես ասած, հայր ծնողն է, բայց եթե ունենք այնպիսի իրավիճակ, երբ երեխաները բնակվում են հայր ծնողի հետ, ուրեմն ալիմենտ վճարողը կարող է լինել մայր ծնողը։ Այդ ալիմենտի պահանջները ինչպես են ձևավորվում, վերցնենք ստանդարտ, այսպես ասած, իրավիճակ, որ ավելի հաճախ է հանդիպում, երեխաները բնակվում են մայր ծնողի հետ։ Հիմա հայրը հրաժարվում է վճարել ալիմենտ եւ որևէ կերպ հոգալ երեխաների ապրուստը։ Ինչ իրավունք ունի մայր ծնողը։ Այս հարցը եւս ենթակա է կարգավորման դատարանի կողմից, այսինքն մայր ծնողը, լավ, ծնողով չասենք, հա, ամուսինը տվյալ դեպքում իրավունք ունի իր երեխայի ալիմենտը վճարելու պարտականության պահանջով մյուս ծնողի նկատմամբ դիմել դատարան եւ այդ ալիմենտ վճարելու բավարարում ստանալ դատարանի կողմից։ Տվյալ դեպքում հնարավոր են օրենքով նախատեսված է երկու, այսպես ասած, հիմնական ձևեր, երբ ալիմենտի վճարման չափը սահմանվում է տոկոսային հարաբերակցությամբ կախված արդեն կայուն եկամտի չափից, եթե տվյալ դեպքում ավելի մանրամասն հետագայում կանդրադառնամ դրան, այսինքն երբ որ կա կայուն եկամուտ, տվյալ դեպքում որոշակի հարաբերակցություն է գործում, թե որ երեխայի համար որքան չափով պետք է ալիմենտը վճարվի։ Ու դա քանի երեխա, նաև եթե կայուն եկամուտ չկա, այսինքն կոնկրետ ֆիքսված գումար կարող է դատարանի կողմից նշվել, իհարկե օրենքի սահմաններից ելնելով, քանի որ այդ սահմանաչափը նույնպես սահմանվում է օրենքով, դրանով պայմանավորված, որովհետև հիմնականում հասարակության մեջ նաև կա այն վարկածը, գործում այն վարկածը, որ ինչ որ հստակ ֆիքսված գումար է լինում ալիմենտի չափը ու եղել են դեպքեր, որ հարցրել են, օրինակ, ասեք օրենքով ինչքան ալիմենտ պետք է վճարի ամուսինը։ Սա ինչու ենք բարձրաձայնում այս հարցը, որպեսզի բարձ լինի, որ տարբեր իրավիճակների համար գործում են տարբեր, հա, վճարման չափեր։ Այսինքն որպես այդպեսին օրինակ, որ ասենք, չգիտեմ, 100,000 դրամ պետք է վճարի ամուսինը, նման կարգավորում սահմանված չէ։ Հա, օրենսդրությամբ։ Այս դեպքում, որ ավելի բարձ լինի մեզ լսողների համար, ունեն գրանցված աշխատող հայր, ով ստանում է աշխատավարձ, այսպես կապ չունի իր պետական հիմնարկի աշխատավարձը, թե մասնավոր, հա, հիմնարկի աշխատավարձը։ Ուրեմն դա համարվում է հենց իր կայուն եկամուտը, ստացվում է այդ կայուն եկամուտից իր գրանցված աշխատավարձից X քանակ համաձայն երեխաների քանակի եւ այլն ինքը վճարում է ալիմենտ, դատարանը կարող է այդպես բավարարել, այդպես է վերցնում։ Իսկ այն իրավիճակներում, երբ օրինակ ծնողը, հայր ծնողը գրանցված աշխատող չէ եւ որևէ տեղ չունի աշխատանք, գրանցված աշխատող չէ, այդ դեպքում իր ալիմենտը ինքը ինչպես է ալիմենտ տալու, որտեղից է տալու այդ գումարը,
ինչ գործիքակազմ կա այդ ալիմենտը վերցնելու։ Ընտանեկան օրենսգրքի համաձայն, նույնիսկ այն դեպքում, երբ ծնողը չի ստանում կայուն եկամուտ, այսինքն չունի ֆիքսված աշխատավարձ, նա միևնույն է պարտավոր է ալիմենտ վճարել, ելի հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը ու այն, որ ինքը օրենքով ունի այդ պարտականությունը իր երեխայի հանդեպ, այսինքն մինչև 18 տարին լրանալը նա պարտավոր է իր երեխային հոգալ, այսինքն սա կախված չէ նրանից, որ ամուսնալուծվել են թե չէ, ինչպես արդեն նշեցինք, եթե նույն ընտանիքում ապրում են, նա ունենում է այդ պարտականությունը երեխայի հանդեպ։ Տվյալ դեպքում արդեն դատարանը հաշվի առնելով ծնողների գույքային եւ ֆինանսական դրությունը որոշում է ինչ որ արդեն կայուն գումարի չափ, որը ամուսին տվյալ դեպքում, ծնողը, հայր ծնողը պարտավորվում է ամեն ամիս օրինակ վճարել երեխային, եթե ինքը իր կամքով չի վճարում, որտեղ կարող է լինել այնպես իրավիճակ, որ իրանք բնականաբար համաձայնության են եկել եւ այդ հարցը լուծվում է, չգիտեմ, շատ է լինում, քիչ է լինում, միևնույնն է համաձայնում են, չի հասնում գործը դատարան, բայց այն դեպքում, երբ որ արդեն ծրամասով կա վեճ, դատարանը իրավունք ունի կոնկրետ կայուն գումար ամրագրելու ու դնելու այդ պարտականությունը ծնողի վրա։ Այս դեպքում այս երևի այն մայրիկներին խորհուրդ տանք, իրենք ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Նո առաջինը երևի թե այն օրինակ հայր ծնողը ունի վարձով տրված օրինակ բնակարան վարձավճար ստանում է թե չէ, այդ դրանից կարելի է ինչ որ գումար հատկացվի երեխաներին, էլ օրինակ ինչ նմանատիպ գումարներ կարող է լինել։ Օրինակ կարող է ունենալ ընկերություն, երևի կազմակերպություն, որտեղ ինքը հիմնադիր կամ մասնակից հանդիսանա ու դրանից որոշակի շահաբաժիններ նաև ստանա, որով դրանք են համարվում արդեն ստացված եկամուտ, ճիշտ է, ինքը կայուն կարող է չհամարվել, որտեղ ենթակա է լինելու փոփոխության բնականաբար բարձ է, բայց ամեն դեպքում դա եւս կամուտ է կարող է այնպիսի գործունեություն իրականացնել, չգիտեմ, օրինակ Հայաստանում չիրականացնի դրսում եւ այդ մասով էլ, այսինքն դրամական շարժ ամեն դեպքում արկա լինի։ Մեքենա է վարձով տվել, ինչ որ, երևի տենց։ Այսինքն այս դեպքում մայր ծնողը ունի ուղիղ, այսպես ասած, պարտականություն, որպեսզի ապացուցի, որ հայր ծնողը ունի եկամուտի ինչ որ աղբյուրներ, եթե աշխատավարձ չունի, ուրեմն այդ հայր ծնողը որոշակի ինչ որ գումարներ է վաստակում, ինչ որ այլ վայրերից, այլ տեղերից եւ այդ գումարները ինքը պետք է ապացուցի, որ դատանը կարողանա դրա հանդեպ արդեն կիրառել համապատասխան միջոցներ եւ որոշի այդ այսպես ասած ալիմենտի չափը, չէ, որ ընդհանուր երևի այսպես պետք է մեկնաբանել։ Այո, որովհետեւ նույնիսկ գործազրկության նպաստ օրինակ ստանալու դեպքում էլի նախատեսված է, որ դրա, եթե չեմ սխալվում, առնվազն 20%-ի չափով կարող է, եթե դա իհարկե տարվում է նրան, որ կայուն եկամուտ է ինքը որպես այդպեսին կարող ենք ասել ստանում, բայց այսինքն այս դեպքում սահմանափակում չկա ու դատարան ու օրենսդիրն էլ այնպես չի ազատել էլի ծնողին այդ պարտականությունից ալիմենտ վճարելու, եթե օրինակ նույնիսկ վերջինս գործազուրկ է հանդիսանում, այսինքն ցանկացած դեպքում գործում է այն վարկածը, որ եթե դու ինչ որ եկամուտ ստանում ես, ապա դու պարտավոր ես դրանից որոշակի գումար հատկացնել քո երեխայի ապրուստը հոգալու համար։ Քո երեխաների համար։ Շատ լավ, Լիա ջան, անցնենք հաջորդ հարցին, էլի այս վեճերով երեխաների հետ տեսակցության կարգը։ Դա ինչ է իրենից ենթադրում ու ինչ է այդ տեսակցության կարգ սահմանելը։ Ուրեմն այդ հարցը եւս ենթակա է առաջին հերթին, ինչպես արդեն նշել ենք, եթե վեճ է առաջանում տեսակցության կարգի մասով, նախ հաշտարարական գործընթացի միջոցով պետք է կազմակերպվի, եթե դրանից հետո էլի վեճը չի լուծվում, գնում ենք դատարան։ Տեսակցության կարգ ասելով ինչ ենք տվյալ դեպքում հասկանում, հաշվի առնելով, որ երեխաները, օրինակ եթե մի երեխա է, տվյալ դեպքում ամուսինները պետք է լուծեն այն հարցը, թե ում մոտ է մշտապես բնակվելու երեխան, եթե դա արդեն բնակության կարգի սահմանումն է լինելու, որին հաջորդիվ կանդրադառնանք։ Տեսակցության կարգը, եթե երեխան մնում է ծնողներից ինչ որ մեկի մոտ, մյուս ծնողը իրավունք ունի իր երեխային տեսակցելու ու որպես այդպեսին մասնակցելու երեխայի դաստիարակությանը, խնամքին, դա եւս օրենսդրությամբ ամրագրված իրավունք է, ինչու եւ նաեւ պարտականություն։ Տվյալ դեպքում, եթե վեճ է առաջանում ծնողների մոտ եւ չեն կարողանում համաձայնեցնել իրենց միջև, թե որ օրերին, որ ժամերին պետք է ծնողը մյուսին իր երեխային տեսակցի, այս հարցը կարգավորվում է դատարանի միջոցով, դատարանն էլ հաշվի է առնում տվյալ դեպքում էլի երեխայի կապվածությունը ծնողի հետ եւ հասկանալու համար, որ ինչպիսի
ինչպես կարգավորի, ինչ միջավայրում եւ ինչպես կարող է կազմակերպել այդ տեսակցությունը, ընդ որում տվյալ դեպքում նաեւ արդեն իր մասնակցությունն է ունենում խնամակալության եւ հոգաբարձության մարմինը։ Հիմա այդ այսպիսի կանխավարկած կա մեր քաղաքացիների մոտ, հիմնականում մայր ծնողներն են դրանով առաջնորդվում, ասում են դե ալիմենտ չի տալիս, ես էլ չեմ թողնելու, որ երեխային տեսնի, թող չտեսնի, եթե ուզում է տեսնի, թող ալիմենտ տա, նոր թողնեմ։ Վերցնենք մի իրավիճակ, երբ հայ ծնողը այո ալիմենտ չի վճարում, դիցուկ դատական ակտով ունի պարտավորություն ալիմենտ վճարելու, բայց չի վճարում, ունի արդյոք իրավունք մայր ծնողը հայր ծնողին զրկելու երեխաներին տեսակցելու իրավունքից։ Չունի։ Եթե կարճ պատասխանեմ, ծնողը իրավունք չունի զրկելու մյուս ծնողին իր երեխային տեսակցելու հնարավորությունից, քանի որ ինչպես նշել եմ, դա ծնողների հավասար իրավունքն է, բայց այս հանգամանքը կարող է հաշվի առնվել, օրինակ տեսակցության կարգը սահմանելիս, ամեն դեպքում դատարանը եւ օրենսդիրը, այսպես ասած, չեն կարող առաջնորդվել այն հանգամանքով, որ եթե ալիմենտ չի վճարում, ուրեմն իրավունք չունի տեսակցելու, որտեղ ալիմենտի վճարման հետ կապված վեճերը դրանք արդեն առանձին բնույթ են կրում ու կարող է ուղղակի զուտ չափի հետ կապված է, հա, վեճը առաջանում ու դա էլ արդեն ինչ որ պրինցիպիալ խնդիրներ լինեն եւ այլն, դա ինձ թվում է պարզ է ավելի։ Քանի որ դա մեկը մյուսի հետ կապել ու համարել, որ դա սրանով է պայմանավորված, ճիշտ չէ, քանի որ իրականում դրանք տարբեր իրավահարաբերություններ են ու տարբեր իրավունքներ են։ Այսինքն, եթե այն դեպքում հա երեխային ապրուստի միջոցով հոգալու պարտականությունն է, այս դեպքում էլ ծնողի իր իրավունքն է երեխային տեսնելու ու քանի որ դա չպետք է լի արդեն վերածվի թշնամական, հա, ինչ որ հարաբերությունների ու երեխան դա երեխայի շահերից էլ չի բխելու տվյալ դեպքում։ Այս դեպքում մայրիկներին խորհուրդ տանք, որ ցանկացած պարագայում, ցանկացած իրավիճակներում որևէ կերպ չխոչընդոտեն կամ հնարավորինս քիչ խոչընդոտեն հայր ծնողներին երեխաներին տեսակցելու, որտեղ միևնույն է հայր ծնողը երեխային տեսակցելու իրավունքը լրիվությամբ ունի, անկախ նրանից, թե պայմանական, եթե երեխային անգամ հայր ծնողը 3 ամիս, 4 ամիս կամ 1 տարի չի տեսնում եւ 1 տարի հետո ցանկանում է երեխային տեսնել, միևնույն է իրավունք ունի այդ 1 տարի հետո տեսնել թեկուզ 1 ժամով, թեկուզ բան։ Իհարկե, եթե դա չի խանգարում երեխայի դպրոց գնալուն, մանկապարտեզ գնալուն, քնելու ժամին եւ այլն, հա, կամ այլ ինչ որ մարզումների ժամերին։ Շատ լավ Լիա ջան, այս հաղորդման ընթացքում կարծում եմ այսքանը բավարար է, ընդհանուր ես ուզում եմ մենք նաև կարճ մի 3 րոպե ժամանակ ունենք, խոսենք ինչ խնդիրների են բախվում այս 3 process-ները, եթե դատարան են գնում, ինչ խնդիրների են բախվում փաստաբանները ծնողների հետ հարաբերությունների եւ առհասարակ դատական պրակտիկայում։ Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ մեզ մոտ էլ պրակտիկան բավականին շատ է նմանատիպ գործերով, հիմնականում խնդիրները առաջանում են հենց երեխաների տեսակցության կարգի հետ կապված բնակության վայրը որոշելու վեճերով, հիմնականում ծնողները, ամուսինները մտածում են, որ օրինակ դատական նիստերը ձգձգելով անհարկի ինչ որ բանի են կարողանալու հասնել, բայց տվյալ դեպքում ավելի շատ հենց իրենք վնասում են իրենց եւ իրենց երեխաներին, որովհետեւ ինչպես գիտենք, նախ այնտեղ արդեն հասնում է օրինակ 10 տարեկան լրանալ չլրանալու դեպքը կարող է առաջանալ, հա, իրենց կարծիքը հաշվի առնելու, բացի այդ էլ ինչքան process-ը երկարում է, այնքան կարծում եմ, եթե լավ դուրս գանք ուղղակի այս դատական ընդհանուր գործերից եւ վեճերից, իրենց միջև հարաբերությունները ավելի լարվում են ու հա, շարունակում է այդ նույն կոնֆլիկտը էլ ավելի աճել։ Բացի դրանից ունեցել ենք դեպքեր, որ օրինակ մյուս կողմը պատասխանողը խոչընդոտել է նաև փորձաքննության իրականացման այն առումով, որ ուղղակի հրաժարվել է մասնակցել փորձաքննությունից, երբ որ պետք է հասկանային, թե տեսակցության կարգը ինչպես պետք է նախատեսվեր եւ մոր թե առանց մոր ներկայության, հա, պետք է լիներ տեսակցությունը։ Տվյալ դեպքում իհարկե էլի մենք ինչ որ ակտիվ գործողություններ ենք հավելյալ կատարել եւ ռեսուրսներ ծախսել, որպեսզի կարողանանք փորձաքննությունը ճիշտ ժամանակում ապահովել եւ անիմաստ չձգձգել։ Վստահորդների, հաճախորդների հետ ինչն է խնդիրը։ Ես միշտ ասում եմ, որ ամուսնաընտանեկան գործերով մենք մեր հաճախորդների նաեւ հոգեբանն ենք դառնում։ Կիսում ես այդ կարծիքը։ Հա, միանշանակ, որովհետեւ իրենք մեզ վստահում են ու սկսում են նախ հասկանում են, որ մենք մասնագիտական, հա, որոշակի որակավորումներ ունեցող անձինք ենք ու բնականաբար օրենսդրությանը ավելի լավ ենք տիրապետում, նաեւ դատական պրակտիկան է մեզ ծանոթ, բայց բացի դա նաեւ սկսում են արդեն կիսվել իրենց անձնական այդ էմոցիոնալ
հուսական խնդիրներով ու փորձում է նաև այդ մասով մեզնից որոշակի խորհուրդներ ստանալ հիմնականում նայեք վստահորդ եւ փաստաբան հարաբերություններում նաև ազդում է այն որ կարող ինչ որ պահ է գալիս որ չեն կողմնորոշվում այսինքն եղել են նաև իրավիճակներ երբ որ մեր վստահորդը եղել է մայր ծնողը հա կինը եւ որոշել է լավ հնարավորություն տալ իր ամուսնու հետ նորից հաշտվելու բայց որոշակի ժամանակ անց հասկացել է որ չէ միևնույնն է սխալ էր նորից սկսել ենք չէ եկեք շարունակենք դատական process-ը այսինքն սա նման գործեր վերցնելուց նաև պետք է հասկանալ այդ հոգեբանական կտորը եւս որովհետեւ սա շատ մեծ նշանակություն ունի ու փորձել հստակ տարանջատել հա էմոցիոնալ ու իրավական խնդիրներն ու այդ process-ները Շատ լավ Լիա ջան, շնորհակալություն մեր հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք երեխաների բնակության վայրի հարցին եւ ամենաբարդ հարցը երևի թե դա գույքի բաժանումն է համատեղ կյանքի ընթացքում, բայց դա մեր հաջորդ հաղորդմանը։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ Մանուշ ջան, հաճելի օր։